կինոն կանգնում է, ճիշտ է ասում, որ օրեք սիրին ուզում ես սկսվես, մտնես եւ այլն, նստում ես, մեկ է տեմ ես, ամեն մեկը իր գիտաֆանտազիան խորի տված մտնում է մոտած։ Աստղները հավաքվում են։ Գիտաֆանտաստիկ մտքերով։ 4 վարդ արքային։ Ապրեք, երկու հատ երեխեք, զջան ապրես, ամջան ապրես, ջան ապրես, հորիկ ապրես, հորիկ ինպես ապանակ։ 70 հոգի մարդեք չաթը բացում է, 3 հատ էլ չաթը բացում եմ։ Չէ, նույն մարդը չի լինի, Արձան, չանցանք Արձան։ Չէ, չենք անցել, վсё։ Հիմա ունենք ստե մեկ տարբերակ, 1000 աչոկով կրում ենք Արմինկային, չաթը բացվում է։ Եթե մի հատ առյուծ եք գցում, արքան չպլախ 15 րոպե սենյակի մեջ մանա գալի։ Ջան ապրես։ Կողից, դեմից, հետևից, կարակ լավ վիդեո անեք։ Դժբերա, բան են կայր, ամջան ապրես, ջան ապրես։ Արա մի հատ առյուծ ընդամենը արքան չպլախ, Արմինկային ասում եմ եթում է, 10 րոպե սենյակի մեջ ֆիզարյատկա եմ անում, տարբեր ռադիուսներով։ Լավ վիդեոներ կսարքեք, կտարացեք։ Դենում եք մի առյուծ չեք կարած։ Երևին երկու օքեի կան։ Երեխեք ամենայն դեպս ես չեմ սիրում Արցախին Աբրեն լայքողնը վերկցողներս։ Թողանի։ Ես վերջում կցելու են Արմինկայի մոտ։ Ասմա մի օրի ենք, մի հալի, մի տնի չենք, մի օրի ենք, առավել ևս Արցախցին իրավունք չունի, Արցախցուն վիրավորի, մտել են TikTok, սկսել են իրաց ցույց տալ, չեն ջոկում, ուր են եկե, ինչ են եկե։ Արցախն էր, որ Հայաստան։ Պես հանկարծ։ Չզգացիք, որ Արցախի կորուստից հետո Հայաստան չկա է։ Հայաստան կա, Հայաստանը լինելու է, Հայաստանը ավելի լավ է լինելու, Արցախ դելա տարիներ հետո լինելու է, ես հավատում եմ, պետք է հավատաս, որ լինի։ Հավատքը շատ մեծ բան է փոխում, բայց այն որ 3 էֆիր եմ մտել, այստեղ մարդ կա, էլի Արցախից է հետագրում։ Մտել եմ Արցախցի է էֆիրում, բարձել է էֆիրու, տակը արցախցիների ինչեր են գերում այդ մարդուն։ Fake էջերով, այդ իմ անկախ իրա տեսակից ինչա, ոնց է, մեկ էլ նայում եմ, ասում մարդիկ զանգում են, ասում են, չես ամաչում, ես ինչ կպուներ ես մեր չատում տալիս, ասում մտնում եմ այդ տվյալ մարդու չատ, ես էլ տունում բաբշե գաղափար եմ TikTok կամ չգիտեմ, մտնում եմ, տենում եմ 5 հոգի իմ նկարով, այդ մարդու տաղ, բանի տակ, սենց մկա նման վազզում են, ինչ ասես անում գրում են, ու երեխեք ջան, էդի ահավոր, չգիտեմ, ամոթ, որ ղժալու Պրոստը էլի ամոթ բանա, որ հենց Արցախցուն մտել տրորում է, խայտարակում է իրան բարձրացնելու համար, այդ մարդը իրա տեսակով գեյ է, գալուբոյ է, էդի ում է տված։ Տակից գրում եմ, ասում եմ, Ազիզ ջան, այս մարդուն խես քփուր գրում, ասում այն լավ եմ անում, ինքը գեյ է։ Լավ անում, ինչ անում է, ինքը իրա բորը, քեզ ինչ, քո բորով է անում, քեզ տված է, որ մտնես գրես այդ մարդը գեյ է, որ գեյ է, ես կարամ իրան քփուր գրեմ։ Արմինկա, հսկայական 7 ռայոն, Արցախը դա Հայաստանի հալալ կեսն էր, հալալ, իր տարածքով։ Իրա, փոքր աղբերներ, Հայաստանի փոքր աղբերներ։ Էդի կորցնելը արդեն իսկ Հայաստանի կորուստ է, հավատայից։ Հայաստանի կորուստ է, հիմա ես հավատում եմ, որովհետև մարդիկ այնքան են չարացել, չմտածված, խառը բաներ, չգիտեմ։ Դա աշկի լուսի պես պտի պարմել։ Ես չգիտեմ, այն կայր ջան, հավատա ինձ չի էլ հետաքրքրում, բայց որ մարդը ինքը Արցախցի է, ես ինքս Արցախցի լինելով Արցախցու հանդեպ միշտ ուրիշ ձև եմ եղել, միշտ Արցախցուն ուրիշ տեղ եմ տվել, անկախ նրանից տվյալ Արցախցին արժանիք ունի, թե չունի։ Ես այս առավել ևս այս դեպքերից հետո միշտ ուրիշ ձև եմ ընկալել, ընդունել այդ մարդկանց։ Բայց որ մտնում ես տենում ես Արցախցին Արցախցուն էֆիրի տակ պրոստը դուրը չի գալի քփուր, այլ խենք եղանում ստեից սրանցից։ Այն տակ են չմոները որ գարում են որ ասում եմ սրանցից խոսքը դրանց մասին է։ Երևույթը սիրուն չի։ Այսօր պետք է իրար սենց պահեք։ Որ ռայոնից ես, որ ռայոնից։ Ես Ստեփանակերտից։
Ստեփանակերտ, մայրաքաղաք Ստեփանակերտ։ Ստեփանակերտից, բայց կապ չունի, տվյալ մարդիկ են, մեծ մասը Ստեփանակերտից էր։ Ինքը աղջիկա բաց ծառայել է, երեխեք ծառայել է, առավել եւս բանակում պոստեր, 60 զինվորների համար սաղ ասում եմ մենք բախում ենք, բա երեխեք ջան, այդքանը մարդուն չէ գնահատում, մարդը որ ինքը իր տեսակով կա, մի քիչ գոմիկոտա կա, մի քիչ ղզիկա, թեկուզ եւ տենցա ծառայացել չլինի։ Էդի ոչ մեկին իրավունք չի վերապահում, առավել եւս Արցախցին իրավունք չունի Արցախցուն։ Պրոստը տակ մտի սկսի քապրտել, վիրավորել, չգիտեմ ինչեր անել։ Դուք ձեզան դրանով լիքը մարդու բերան լեզու եք դնում։ Հետո որ մտնում են, ասում են, այդ մի քանի շեղվածի համար մտնում են, ու տակը չգիտեմ ով էր, քփուր ա գրում, վրա sense քփուր ա գրում բարբարով, ասում եմ, խի ես քփուր գրում։ Խի ես քփուրտում ես մարդուն, ասում ինքը գալուբոյ է։ Չգիտեմ ինչ է, ախպեր գալուբոյ է, գոմիկա, տրանսա։ Խի որ հիմա մտնում ես տրանսի էջ, դուք ես քո էջով իրավունք ես վերապահ, այդ տրանսը կարա հաջորդ օրը գա իր այդ չեղած պուպուլիկը կողի մամայից վերանը։ Դուք ես այդ մարդուն վիրավորում, ինքը իր կողմնորոշվածությունը ես չեմ ծափահարում ոչ մեկին, բայց դու պարտավոր ես այդ մարդուն բլոկել։ Եթե քեզ դուր չի գալի, բայց որ դնես, խայտարակ անես, բարձրաձայն ես, մարդու նկարներով էֆիր բացես, ինչ խոսքի, ինչ էլի։ Երևանից էլ։ Երեխեք ջան, Արցախցին հայա, ծնունդով Արցախցի։ Ռուդոլ ջան, ճիշտ ես ասում, Արցախցին հայա, ծնունդով Արցախցի։ Արցախը Հայաստանի փոքր աղբեր, փոքր աղբերն ա եղել։ Իսկ եթե այսօր արդեն Արցախցին է, Արցախցուն ցեն դնում վերցնում, դա ահավոր ամոթ վիրավորական բան է։ Ես ասում եմ, իմ չաթում, իմ էֆիրում լիքը մարդ ա եղել Արցախցի, ես իրան չճանաչել, որ իմացել են ես Արցախցի եմ, եկել են, վայ ինչ լավ ա, ցավը տանենք, բան, ինքնս լիքյան ես այդ մարդկանց լրիվ ուրիշ ձև եմ անցալել ընդունել։ Տես տեսակ կարոտով, մի տեսակ ջիջարով, բայց որ մտնում ես տենում ես ընդեից եկածները, նոր լսել են TikTok-ն ինչա լսվել են TikTok սեղ իրար մամա են դոմփում, դա ահավոր ցավոտ թեմա է, ահավոր։ Կապ չունի, ես այդ թեմաների հետ ոչ կապ ունեի, ոչ էլ ինչ-որ մեկին ճանաչում էի, բայց ահավոր ձևի վատ բաներ եք անում։ Միա sense պատի փակեք այդ չաթը, հանեք իրար դեմ դիմաց, ասեք խոսակ հասկանաք ու դուք լինեք մեջքի, ոչ թե իրար ծածացնող։ Էդի չի կարելի, սիրուն չի կողքից։